Ողջույն։ Ապրիլի 23-ի երեկոյան, երբ Ադրբեջանը կրակում էր Խնածախ գյուղի ուղղությամբ, ՔՊԱ-ականներն ու իրենց լրատվամիջոցներն արդարացրին, թե բա Դաշնակցությունը վառեց Ադրբեջանի դրոշը, նրանք էլ ինչ անեին։ Էս մի ամիս է ադրբեջանա-թուրքական դրոշներ չեն վառել Հայաստանում, ավելին ասեմ, շատ լուրջ թրքասիրական քարոզ է Հայաստանի վարչապետի ու Ազգային ժողովի նախագահի մակարդակով, բայց արի ու տես, որ էլի կրակում են։ Փաշինյանը հայտարարեց, որ հանուն Ադրբեջանի պահանջների կատարման պատրաստ է փոխել սահմանադրությունը։ Ազգային ժողովի նախագահը հայկական երազանք հայտնեց Ադրբեջանում ապրելը, առևտուր անելը։ Ադրբեջանցիներն արձագանքել են այս գիշեր։ Նրանց բանակը կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնասել բնակելի տուն։ Հիշեցնեմ, որ այս օրերին Էրդողանը այցելել է օկուպացված Արցախ։ Բաքու է այցելել Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Նոր են ավարտվել թուրք-ադրբեջանական զորավարժությունները և սկսել է ադրբեջանական զորավարժություն։ Ադրբեջանը կրակել է, իսկ ինչ է արել Հայաստանը։ Ոչ մի բան։ Նիկոլը հրամայել է չկրակել։ ՔՊ-ն ասում է չենք կրակում, որ էսկալացիա չլինի։ Նրանք կրակում են, որ խուճապ առաջացնեն։ Իսկ ում մոտ են խուճապ առաջացնելու։ Եվ դուք որպես այս ժողովրդի անվտանգության երաշխավոր իշխանություն ինչ եք անում։ Չեք կրակում, հասկացանք։ Եվ հարցնում է բնակիչը։ Ինչ եք անում բա։ Այդպես էլ չհասկացանք։ Ըստ երևույթին այս կրակոցներով թշնամին ասում է. ինչ էիր ասում, Մինսկի խմբի լուծարում, նոր սահմանադրություն, հայցերի հետ կանչ, համաձայն ես ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելը քննարկել, դե շուտ արա տեսնեմ ինչ ես անում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, գործ ունենք իշխանության հետ, որը երեկ խոսում էր, որ ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, ավելի ամուր ենք, ու մեկ պատրոնով անգամ վախենում է պատասխանել կրակոցին, ուրիշ ոչինչ էլ չի անում։ ՔՊԱ-ական Սյունեցի падգամավորն ասում է, դե որ պատասխանենք Ադրբեջանի կրակոցներին, էսկալացիա կլինի։ Եթե խաղաղության պայմանագիր կնքենք, չի լինի կրակոց։ Եթեն լավ ասիր։ Իսկ կկնքվի, իսկ որ կնքվի, ինչ որ բան, կպահեն։ Ձեր ասած խաղաղության գործընթացը անտեսանելի է, անհասկանալի է, անիրատեսական է, անընդունելի է։ 5 տարի է կնքում եք։ Արցախից էլ հրաժարվեցիք, նվեր տվեցիք թշնամուն, բա խի լավ չենք ապրում, անվտանգ չենք ապրում։ Էլի եմ հիշեցնում Սյունեցի падգամավորին, դուք որպես իշխանություն, ձեր դրած ու նշանակած վարչապետը իր կաբինետով, այս ժողովրդի անվտանգության երաշխավորն եք, կամ կարողանում եք դա ապահովել, կամ ռադ եք անում ձեր նշանակածներին նորերին եք բերում, կամ ռադ եք լինում բոլորով, որովհետև եթե մենք որևէ մեկի հետ ինչ-որ ծառայության պայմանագիր ենք կնքում ու նա չի կատարում իր պարտավորությունները, կամ միակողմանի խզվում է, կամ ստիպված իր միջոցներով գուցե ոնց ուզում է կատարում է։ Դա հենց պարտավորություն կատարելն է, որը դուք պարտավոր եք։ Ձեր պարտականությունը նա չի, որ ժողովրդին լոլո կարդաք, թե որ սենց անենք, նենց կլինի։ Է թող ձեր ծակ վերլուծաբանները դա բացատրեն։ Դուք աշխատավարձ եք ստանում ապահովելու համար, ոչ թե անալիզի։ Խոզնավարի բնակիչն ասում է, երբ այն կողմից լսում ենք կրակոցների ու մեր կողմից ոչ մի ձայն չի լսվում, ես մտածում եմ, որ բանակ չունենք։ Չէ, ունենք բանակ, բայց սրանք սարքել են առևտրի տեղ, այդպիսի բիզնես պրոյեկտ են մտածել, որ փող գա։ Սրանց ամեն բանը վերաբերում է միայն փող քերելուն, ուրիշ ոչինչ։ Իսկ քաղաքացին անպաշտպան վիճակում է։ Այսօր վնասել են 94-ամյա միայնակ տատիկի տունը։ Վստահ եմ, այդ տատիկը այդ գյուղում է դեռևս, որովհետև դուրս գալու հնարավորություն չունի։ Նիկոլենց պահած անվտանգության պատճառով շուտով սահմանամերձ գյուղերում կմնան մենակ այդ կարգի մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այլ տեղ գնալու։ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսաստանի պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարել են, որ լարված իրավիճակ է Սյունիքի շուրջ։ Սրանք հանգիստ ինչ-որ բիզնեսմենների հետ ճաշկերույթներ են կազմակերպում ու էլի փող հավաքում, էլի փող, ուրիշ ոչինչի մասին չեն մտածում։ Ժորժ ջան, իրականությունն այն է, որ սրանք ընդունակ չեն խաղաղության գործընթաց առաջ տանել։ Սրանց պատճառով սահմանամերձ շրջաններում ապրելը էլ ավելի վտանգավոր է դարձել։ Սահմանամերձ համայնքներում հողերը մեծամասամբ չեն մշակում,
վախենում են կրակոցից ու հանձնումներից։ Իրենց աչքի առաջ ունենք իրանցի օրինակը, որ աշնանը ցորենը ցանեցին, ամռանը չհասցրին քաղել, Նիկոլը վռаз հանձնեց դաշտերը։ Վերջերս տեսա գործարար աշխատաժողովի մասնակիցներին Նիկոլը տարել էր Կիրանցի պատի մոտ ու ցույց էր տալիս, թե ինչպիսին է իրական Հայաստանը, Ադրբեջանի հետ խաղաղ եւ այլն։ Այդ գործարարներից քանիսը խոստացան ներդրում անել այդ պատի գյուղում։ Ոչ մեկ, որովհետև դու խոսում ես խաղաղությունից ու ում հետ որ պետք է խաղաղություն հաստատես, ոչ թե կամուրջ ես կառուցում իրար կապող, այլ պատ իրար դիմաց։ Գործարարին դու անվտանգություն ցույց չես տալիս, դու բնակիչներին էլ անվտանգություն ցույց չես տալիս։ Սարսափելի տեմպերով գյուղերը դատարկվում են։ Ու մեղադրելու չէ, որովհետև տեսնում են քեզանից խաղաղություն կառուցող դուրս չի գա։ Տեսնում է, որ դու իր խնդիրների փոխարեն ուրիշ բաներով ես զբաղված։ Թշնամին կրակել է, սա կառավարության նիստում խոսում է նրա մասին, թե եկեղեցին Չուլանի են վերածում։ Նախ Չուլանը քո երրորդ մասի տունն էր, հիմա էլ երևի կառավարության դաչան ես Չուլան սարքել։ Բայց երբ մեր այսքան խնդիրների ֆոնին դու այդպիսի բաներից ես խոսում, քեզ լսողը հասկանում է, որ իր համար դու չկաս որպես հարց լուծող կառավարություն։ Դու թշնամու ախորժակը բացել ես ու քսի տվել մեր երկրի վրա։ Ինքդ էլ զբաղված ես ամեն ինչով բացի քո ուղիղ պարտականություններից։ Մի քանի անգամ ասում եմ, պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ու լինում են կրակոցներ։ Դու էլ մարդկանց համոզում ես, որ խաղաղություն լինելու համար հələ լիքը բաներ պետք է անենք։ Սահմանադրությունից, գերբը փոխելուց սկսած մինչև մեր տները ադրբեջանցիներին հանձնելը։ Պատերազմ չի լինելու հայտարարությունը քեզանից լսում են նույն մարդիկ, ովքեր քեզանից լսել են, որ Արցախի ինքնորոշումը միջազգայինորեն կճանաչվի, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի, որ Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելները քանդել ես, որ հեսա այնպիսի բան կասես, որ Ադրբեջանը կքանդվի։ Սրանք քեզանից լսած մարդկանց դու հիմա էլ ասում ես պատերազմ չի լինելու։ Լուրջ, բա ինչի համ 2029 եղավ, համ 2022-ին եղավ, համ 2023-ին եղավ։ Մենակ այդ խոստումները չէ։ Մենք քեզանից լսել ենք 1000-ից ավելի խոստում, որոնք մնացել են թղթի վրա։ Ինչ խելքիդ փչել է խոստացել ես։ Հայկական տեխնիկայի արտադրության խոստում, քեզանից լսել են Հայաստանում ավտոմեքենաներ արտադրելու խոստում, դու լսել են սամալյոտ արտադրելու խոստում ու հիմա էլի խոստանում ես։ Նիկոլը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Կարող եք ասել, թե երբ է Ադրբեջանը հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եթե ճանաչում է, բա ինչ են մեր երկրի ներսում, Սև լճում, Ջերմուկում, Վարդենիսում։ Երեք ասում էր պատերազմից անցկացրել են ժողովրդին, դժվարությունների միջով անցկացրել են, բերել են այսօրվան, որտեղից սկսում են ձեռքբերումներ։ Այն կնոջը ասած էփած հավի ծիծաղն եկավ։ Ձեռքբերումը ո՞րն է։ Այն, որ ապրանքսկի չեն կարողանում արտահանեն, թե փոշու մեջ կորած օնկոլոգիական վտանգ ներկայացնող քաղաքի միջավայրը, թե ամեն անձրևից հետո քաղաքը գետի վերածված վիճակը, որը ասեմ։ Երևի ձեռքբերումը ձեր մոտ է, տներ եք առնում, գնում ճոխտեղեր հանգստանում եք, Ալենը պետբյուջեի հաշվին ախրանայով գնում է ֆիթնես պարապելու, երևի դա նկատի ունեք։ Հանձնել եք 12000 քառակուսի կիլոմետրից ավելի, հենց այսօր գծում հանձնում եք Տավուշից, բերել եք մի կետի, որ երկրից փախչում են, թե ժողովուրդը, թե զբոսաշրջիկները, թե ներդրողները։ Մի վիճակի, որ ամեն անկյունից ատելությունը, խեղճությունը, աղքատությունը թափվում է։ Ու ամենակարևորը, մի կետի, որ անգամ բացվող օրվա ընթացքում անվտանգության վրա չենք կարող վստահ լինել։ Ինքը այս իրողությունները չի ասում։ Ասում է բերել ենք հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ։ Ու երբ կլինի, Նիկոլի օրոք, երբեք։ Ասում է բերել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում։ Երբ կստորագրվի, ամենայն հավանականությամբ Նիկոլի օրոք, երբեք։ Ասում է բերել ենք խաղաղության խաչմերուկ նախագիծ։ Երբ կսկսի աշխատել, երբեք։ Դուք հպարտանում եք զրոյական հնարավորությամբ բաներով, ու այդ անիմաստ բանը հայտարարել են
իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխություն։ Ինչ ուզում եք հայտարարեք, ինչ օգուտ։ Այսպես կոչված հեղափոխությունից հետո մի հատ էլ հայտարարեցիք գյուղատնտեսական հեղափոխություն, ձախողեցիք։ Մի հատ էլ կադրային հեղափոխություն, ձախողեցիք։ Մի հատ տնտեսական հեղափոխություն, ձախողեցիք։ Հիմա էլ ինչ որ իրական Հայաստան։ Խոսում եք, թե երբեք ավելի ինքնիշխան չենք եղել, իսկ Ադրբեջանը պահանջում է Նախիջևանի հետ անխափան, առանց հսկման հաղորդակցություն մեր երկրի տարածքով ու ասում են Հայաստանը դիմադրում է, բայց ի վերջո կհամաձայնի։ Այս պահին Հայաստանի գլխին լուրջ սպառնալիք է կախված թե Ադրբեջանից, թե Թուրքիայից։ Փաշինյանը իբր չեզոքացնելու համար առաջարկում է Թուրքիային մոռանալ մեր պատմությունը։ Առաջարկում է անցյալը մոռանալ, սիմվոլները, առևտուր անել։ Ադրբեջանին առաջարկում է համատեղ երկաթուղի շահագործել, գազ տալ, խաղաղության խաչմերուկ եւ այլն։ Բայց ինքը անհետաքրքիր է նրանց համար որպես գործընկեր։ Նրանց հետաքրքրում է Հայաստանը որպես իրենց տարածք։ Այդ ուղղությամբ են աշխատում։ Կարողանում ես դրա դեմն առնել։ Փշի անելով, հանձնելով չես առնելու։ Հայաստանի գլխին սպառնալիքը չեզոքացնելու համար նախկինում ազատագրել են ու ուժեղացրել։ Դու հանձնել ես ու ել ավելի ես թուլացնում։ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, հետո դրա մասին հայտարարում ամեն տեղ, բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, ապա սկսում է ճնշումները Հայաստանի վրա, սպառնալիքները իրականացնել։ Սրանք էլ կատարում են պահանջները, թե չէ պատերազմ կլինի։ Հիմա էլ ասում են, եթե սահմանադրական դատարանը ճանաչի հակասահմանադրական այդ խաղաղության թուղթը, կլինի պատերազմ։ Կարճ ասած, ցանկացած պարագայում կլինի պատերազմ, եթե Հայաստանում շարունակի մնալ այս տվող խմբակը։ Այդ պատերազմը կարող է այսօր չլինել, բայց միայն նրա համար, քանի որ իրենց ինչ որ պատճառով հարմար չէ։ Պետք է լինի այնպիսի իշխանություն, որից այդ երկրները չեն կարող ստանալու ակնկալիք ունենալ։ Այդ ժամանակ իրոք կլինենք խաղաղ, ինքնիշխան, ամուր պետականությամբ։ Այդպիսի ժամանակներ եղել են ու վստահ եմ գալու են։